Բարև ձեզ, այսօր զրուցելու ենք մեր ձևով ժողովրդական շարժման երիտասարդական կենտրոնի ղեկավար Նարեկ Սուքիասյանի հետ, շնորհակալ եմ հարցազրույցին համաձայնելու համար։ Բարև ձեզ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Նարեկ, ըստ էության սկսենք խոսել երիտասարդներին վերաբերող երիտասարդական թեմաներից, այսպես ասած։ Այսօր շատ լուրջ, կարևոր աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում ենք ապրում ամբողջ աշխարհում, բայց այսօր կենտրոնանանք Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքական, սոցիալ-հոգեբանական որ հարցերն են, որ այսպես ասած դրված են երիտասարդների ուսերին եւ այդ հարցերի լուծման պատասխանատվությունը երիտասարդներինն է։ Նայեք, մեր երկրում տարբեր խնդիրներ կան, որոնց բախվում են մեր երիտասարդները եւ որոնցից էլ բխում է այդ պատասխանատվությունը, որ երիտասարդները ինչ որ ժամանակ պետք է իրենց վրա սովորեն պատասխանատվություն կրել։ Եվ մեզ հենց նման երիտասարդներ են պետք, ովքեր որ պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն կրել, բայց մինչև պատասխանատվություն կրելը երիտասարդները բախվում են մի շարք խնդիրների։ Եվ կարող եմ ասել, որ երիտասարդների շրջանում խնդիրները բազմաշերտ են։ Երիտասարդները բախվում են տարբեր խնդիրների կապված աշխատաշուկայի մուտք գործելու, կրթական խնդիրներ, այսինքն խնդիրները շատ են։ Նաև երիտասարդներին հիմա մի մեծ խնդիր է դարձել բնականի ձեռքբերման խնդիրը, իրենց զարգացման ու պատասխանատվության արդեն իրենց ձեռքում վերցնելու համար։ Ես կխնդրեմ, որ շերտ առ շերտ փորձենք այդ բոլոր խնդիրներին անդրադառնալ եւ հասկանալ այդ խնդիրների լուծման հարցում ինչ ներգրավվածություն պետք է ունենար պետությունը, որ չունի։ Նայեք, կոնկրետ նշեմ հենց առաջին խնդիրը, որը որ բարձրաձայնեցինք, աշխատանքի եւ աշխատաշուկայի հետ կապված խնդիրն է։ Երբ որ երիտասարդը սովորում է բուհում, ստանում է մասնագիտություն, դրանից հետո ինքը պետք է մուտք գործի աշխատաշուկա։ Սակայն բախվում է մի շարք խնդիրների, որոնցից հենց առաջինը, որ չկա համապատասխան իր մասնագիտությանը աշխատատեղեր եւ գործատուները բոլոր երիտասարդներից, ուսանողից, նոր ավարտ ուսանողից պահանջում են աշխատանքային փորձ, որը իրատեսական չէ, եթե մարդ 4 տարի կենտրոնացել է իր ուսման վրա, նա չի կարող ունենալ աշխատանքային փորձ։ Իսկ պետության օժանդակությունը այստեղ կարող է լինել այն, որ ստեղծել համապատասխան աշխատատեղերը, որ երիտասարդը վստահ լիներ եւ ստեղծել երիտասարդի համար այնպիսի պայմաններ, որ վստահ քայլերով բուհը ավարտելուց հետո մուտք գործեր աշխատաշուկա։ Ու քանի խոսեցիք եւ աշխատատեղերի մասին եւ բնակարանային ապահովման ծրագրի մասին, այս հարցերը եւս մտնում են 5 քայլերի մեջ, որը մեր ձևովն է ներկայացրել։ Իշխանության կողմից հատկապես թերահավատություն կա, ասում են, որ պոպուլիստական հայտարարություններ են այս 5 քայլերը եւ դրանք այնքան էլ իրատեսական չեն։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս մասով։ Նայեք, ես կարող եմ պնդել եւ ասել, որ դրանք ավելի քան իրատեսական են եւ մարդու խոստումներին պետք է նայել իր անցած ճանապարհով։ Սամվել Կարապետյանը եղել է այն բարերարը, այն ղեկավարը, ով բոլոր ժամանակներում ինչ ասել է, արել է եւ այս 5 խոստումները եւս անմաս չեն մնալու։ Տվյալ 5 ուղղությունների շուրջ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնցում մենք համոզված ենք, որ 5 քայլերը ավելի քան իրատեսական են եւ մենք ավելի գերակատարելու ենք ներկայացված 5 քայլերը։ Այսինքն ինչ ներկայացրել ենք, դրանից ավելի շատ ենք անելու։ Այդ դուք էլ մասնագիտությամբ տնտեսագետ եք, կխնդրեմ ասեք, թե այս 5 քայլերի իրականացումը ինչպես է նպաստելու մեր տնտեսության զարգացմանը եւ առանձին կխնդրեմ անդրադառնաք, թե երիտասարդների կյանքի որակի բարելավմանը ինչպես է նպաստելու։ Եկեք մի հատ քայլերը ներկայացնեմ ընդհանուր։ Մենք ներկայացրել ենք 5 քայլ։ Առաջինը 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես մարզերում։ Երկրորդ քայլը 0 հարկ փոքր բիզնեսի համար, երրորդ կետը 20% էժան դեղորայք բոլորի համար, չորրորդ կետը վերքի երաշխավորված մթերումն է գյուղերում, իսկ 5-րդ կետը 20,000 մատչելի բնակարանային ծրագիրն է պետական աջակցությամբ։ Հիմա խոսենք ավելի մանրամասն քայլերի մասին, ինչով է կարևոր բոլորի ու հատկապես երիտասարդների համար։
Ինչպես նշեցի, երիտասարդների ամենամեծ խնդիրներից է աշխատաշուկա մուտք գործելը։ Հենց առաջին քայլով մենք այդ խնդիրը լուծելու ենք։ Քանի որ հենց մեր երիտասարդների շրջանում գործազրկությունը վերջին տարիներին մոտավորապես 10%-ով աճ է գրանցել։ Եվ դրա ֆոնին մարդիկ, երիտասարդները լքում են իրենց հայրենիքը այլ երկրում աշխատանք փնտրելով։ Սրա միջոցով մարդիկ կաշխատեն, որի ֆոնին գործատուները իրենց աշխատակիցների համար վճարելու են հարկեր, որոնք ուղղվելու են պետական բյուջե, որի ֆոնին նաև հնարավորություն կլինի բարելավել մեր տարեցների, մեր տատիկ-պապիկների կենսաթոշակը։ Այսինքն յուրաքանչյուր քայլի պետք է մոտենալ ոչ թե սեփական անձի տեսանկյունից, այլ պետք է այնպես լինի, որ դա իշա լինի բոլորի։ Երկրորդ քայլը 0% փոքր բիզնեսի համար։ Նախորդ տարիներին, երբ որ շրջանառության հարկը 5%-ից դարձավ 10%, մեր երկրում մոտավորապես փակվեց 3000 եւ ավելի ձեռնարկություններ, որի ֆոնին ինչ պատկեր ունեցանք, ոմանք արտագաղթեցին, իսկ ոմանք էլ հիասթափվեցին, չեն զբաղվում որևէ ձեռնարկության եւ մեր տնտեսությունը չի զարգանում։ Սակայն երբ որ ուսումնասիրություններ էինք իրականացնում, մեր պետական բյուջեի հիմնական եկամուտները հարկային եկամուտներն են։ Եվ փոքր բիզնեսից ստացվող եկամուտները կազմում են ընդամենը 2.5%։ Իսկ մենք երաշխավորում ենք, որ փոքր բիզնեսին ազատելով հարկերից, այդ 2.5%-ը դեռ մի բան էլ ավել այլ տեղից բերելու ենք։ Նաև դա հնարավորություն է երիտասարդներին ստարտափեր, տարբեր նախագծեր սկսելու համար։ Քանի որ շատ երիտասարդներ նաև այդ հարկային բեռից խուսափելու, հարկայինից վախենալու պատճառով չեն սկսում իրենց բիզնեսը եւ չեն զբաղվում ձեռնարկությամբ։ Հաջորդ երրորդ կետը 20% էժան դեղորայք բոլորի համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր երկրում տարեցները, թոշակառուները իրենց կենսաթոշակի 50%-ը մոտավորապես վճարում են դեղորայքի ձեռքբերման համար։ Բայց մեր հարևան Վրաստանում այն դեղորայքը, որը որ մի քիչ ավելի պրակտիկ թվերով ասեմ, մեր երկրում արժե 5000 դրամ, Վրաստանում 2000 դրամ, այսինքն դա կրկնակի թանկ է, բայց մենք կարող ենք կիրառել ինչպես Վրաստանի մոդելը, ավելի կատարելագործելով, նույնը ապահովենք մեր երկրում։ Եվ դա լավ է ինչպես երիտասարդների համար, քանի որ հենց մենք մեր տատիկ-պապիկները ավելի լավ կլինի, որ ավելի էժան ձեռք բերեն այդ դեղորայքը, քան ներկայումս առկա շուկայական գներով։ Չորրորդ կետը նաև վերաբերվում է այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են մնալ գյուղում, որը շատ կարևոր է, չլքեն գյուղը, զարգացնեն իրենց համայնքը։ Բերքի երաշխավորված մթերումն է։ Երիտասարդները հնարավորություն կունենան, քանի որ մարզերում ստեղծվելու են մթերման կայաններ, հնարավորություն կունենան պայմանագիր կնքել մթերման կայանների հետ եւ իրենց ստացված բերքը վաճառել հենց մթերման կայանին, ոչ թե սպասեն ում են վաճառելու այդ բերքը ստացված, քանի որ մեր հայկական իրականությունում ունենք դեպք, երբ որ գյուղացին բերքը լավ է լինում, տխրում է։ Երբ որ հակառակ էֆեկտն է, բայց իրականում պետք է այդպես չլիներ, էլի։ Պետք է ուրախ լիներ, բայց ուրախ չի ինչի համար, որտեղ ասում լավ շատ է, նոր գլխացավանք է առաջանում։ Իսկ 5-րդ կետը նամանավանդ շատ կարևոր է երիտասարդների համար, քանի որ դա կոնկրետ վերաբերում է երիտասարդներին, ինչպես նաև նշել է մեր շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, այդ ծրագրի մեջ մտնելու են նաև մեր Արցախի հայրենակիցների համար ստեղծվելու է թաղամաս, որտեղ իրենք պահպանելու են իրենց արցախյան ավանդույթները, որպեսզի չկորի մեր ունեցած մշակույթը եւ մեր արժեքները արցախյան պահպանված։ Բայց ինչով է կարևոր նաև երիտասարդների համար։ Կոնկրետ ես ինքս լինելով երիտասարդ, այդ խնդիրը շատ կա երիտասարդների շրջանում, որ հիմա ցանկանում են բնակարան ձեռք բերել, բայց կան շատ բարձր վարկային տոկոսներ, մոտավորապես 15-ից մինչև 20%, եւ բնակարանների մեկ քառակուսի արժեքը սկսվում է 500,000-ից մինչև 1 միլիոնի սահմաններում։ Եկամտահարկի մասին օրենքն դուրս եկավ Երևան քաղաքից, որը իր արդարացված չէր ինչ-որ կերպ։ Իսկ այս ծրագրի միջոցով երիտասարդները հնարավորություն կունենան 250-ից 300,000 դրամի շրջանակներում ձեռք բերել բնակարան։ Նարեկ, մինչև մեր ձևով շարժումը եւ հիմա խոսում ենք այն ծրագրերի մասին, որոնք կլինեն ընտրություններից հետո ըստ էության,
բայց մինչև այդ էլ Տաշիր բարեգործական հիմնադրամը, Սամվել Կարապետյանը տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցություն է ցուցաբերել երիտասարդներին։ Այ երիտասարդի համար որքանով է կարևոր, որ ինքը իր պետության ներսում իմանա, որ այսպես ասած մեջք ունի որևէ կերպ իր ծրագրերին, իր մտքերին աջակցություն կա, որը էլի ըստ էության, ինչպես հասկացանք, պետության կողմից չկա գոնե այս վերջի տարիներին։ Նայեք, երկար տարիներ է Տաշիր բարեգործական հիմնադրամը աջակցում է մի շարք երիտասարդների, ինչու միայն երիտասարդների, աջակցում է շատ մարդկանց, հնարավորություն տալով կյանքի կոչել իրենց ծրագրերը եւ Սամվել Կարապետյանն նամանավանդ ուսանողներին, երիտասարդությանը հնարավորություն է ընձեռել ստանալ ուսման վարձի փոխհատուցում գերազանց սովորող երիտասարդներին, ինչու՞ չէ նաեւ հնարավորություն է եղել հենց Տաշիր ընկերությունների խումբը հնարավորություն է տվել առանց աշխատանքային փորձի, որ նշում են, առանց աշխատանքային փորձ ունենալու մուտք գործել աշխատաշուկա։ Ասում են, որ 2018-ին հեղափոխությունը, այսպես կոչված, իրականացրեցին նաև երիտասարդները, որովհետև երիտասարդության մեծ ներգրավվածություն կար եւ այդ մասով երիտասարդներին մեղադրանքներ են նաև հասցեագրվում։ Այ մենք հիմա մոտենում ենք ընտրություններին, կխնդրեմ ասեք, թե ինչպիսին պետք է լինի երիտասարդների ներգրավվածություն այս ընտրական process-ներում եւ այն երիտասարդները, ովքեր այս ընթացքում լռելու են, հետո գինը ինչպիսին է լինելու։ Նայեք, հենց սկզբից, երբ որ ես մեր ձևով շարժման անդամ էի ու մեզ շատ երիտասարդներ էին միանում, ինձ մոտ այդ հենց միտքը ձևավորվեց երիտասարդական կենտրոն ստեղծելու, քանի որ ցանկանում էի լսել, հասկանալ երիտասարդների հետաքրքրությունները, ինչ են իրենք ուզում։ Գիտեք, չէ, մեզ միացած երիտասարդների բոլորի, այցելում ենք տարբեր մարզեր, մարզերի երիտասարդների, բոլորի ցանկությունը մեկն է՝ ունենալ խաղաղ երկիր, բայց իրական խաղաղություն պետք է լինի մեր երկրում։ Ունենանք ուժեղ ղեկավար, ունենանք ուժեղ տնտեսություն։ Ոչ մի երիտասարդ չի ցանկանում լքել իր երկիրը։ Իսկ երկիրը չլքելու համար պետք է ունենանք ուժեղ առաջնորդ եւ ուժեղ տնտեսություն։ Միայն այդ պարագայում է հնարավոր։ Իսկ այն երիտասարդները, ովքեր արդեն միացել են մեզ, տեսնում են, որ իրականացնում ենք ազգայնանվեր եւ կանգնած ենք մեր հայրենիքի կողքին։ Ինչպես գիտենք, այս ամեն ինչը սկսվեց այն պահից, երբ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը կանգնեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Իսկ այն երիտասարդները, ովքեր անտարբեր են ու փորձում են երիտասարդներին ասել, որ անտարբեր եք, բայց ես միշտ փորձում եմ կոտրել այդ կարծրատիպը, այդ ամեն ինչը վերցնելով ինձ վրա, փորձում եմ բոլորին ասել, որ անտարբեր չեն։ Ուղղակի երիտասարդներին հետ են մղել իրենց ազգայինից եւ պետք է դա վերականգնել։ Ինչպես եք հիմա փորձում դա վերականգնել, այն արժեքները, որ այս վերջին տարիներին 18-ից սկսած փորձեցին ներմուծել երիտասարդների շրջանում, ապազգային, դա այսպես արմատախիլ անել, դա որևէ կերպ հնարավոր է եւ ինչ քայլերով եք դա պատկերացնում։ Նայեք, երիտասարդական կենտրոնը իրականացնում է մի քանի ուղղություններ, ինչպես նաեւ մեր շարժումը։ Ի սկզբանե հենց ունեինք տաղանդավոր երիտասարդների բացահայտման խումբ, այն երիտասարդների համար, ովքեր անտեսված են եղել ներկայիս իշխանությունների կողմից։ Ունեցել ենք տաղանդավոր շախմատիստներ, նկարիչներ, ովքեր որ ֆինանսական պատճառներով չեն կարողացել դուրս գալ մեր երկրի սահմաններից եւ ներկայացնել մեր երկիրը։ Եվ կրկին աջակցությունը տրամադրել է մեր ձևով շարժումը, Տաշիր բարեգործական հիմնադրամը երիտասարդներին աջակցելով։ Բացի դրանից, երիտասարդական կենտրոնը, որպեսզի երիտասարդները գնահատեն իրենց արժեքները, իրենց մշակույթը, իրենց պատմական կոթողները, մեր ձևով շարժման երիտասարդական կենտրոնը իրականացնում է արշավներ Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք պետք է մեր երիտասարդներին բացատրենք, հասկանանք, որ մեր հայրենիքը դա քարտեզը չէ։ Մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյուն պետք է բացահայտել յուրովի։ Եթե դու ճանաչում ես քո հայրենիքը, դու տեսնում ես, գնահատում ես այդ արժեքը, սիրում ես քո հայրենիքը եւ չես կարող անտարբեր լինել։ Իսկ քաղաքական առումով ներգրավվածությունը ինչպիսին պետք է լինի, որովհետև մենք ընտրությունների ենք պատրաստվում այնուամենայնիվ, դա քաղաքական process է եւ այստեղ կարեւոր է նաեւ երիտասարդության ներկայությունը։
Նայեք, երիտասարդներին որպես այդպեսին, մեր ձևով շարժման երիտասարդական կենտրոնի երիտասարդներին ոչինչ չենք պարտադրում, նրանք ազատ են։ Այսինքն, այն երիտասարդները, ովքեր գալիս են մեզ մոտ, անցնելու են մեզ այդ ճանապարհ եւ մեր կողքին են, նրանք իրենց վրա պատասխանատվություն են կրում եւ նրանք հստակ գիտակցում են ինչ են անում։ Ու ես շատ եմ ուրախանում ինքս լինելով երիտասարդ, որ մեր երիտասարդները կարողանում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել եւ պատասխանատու են իրենց քայլերի եւ արարքների համար։ Կարծում եմ ինձ հետ կհամաձայնվեք, որ մեր երկրին պատասխանատու անձինք շատ են պետք, որպեսզի չմեղադրեն մեկը մյուսին, չոր ձախողման կամ այլի մեջ։ Մեզ պետք են պատասխանատու երիտասարդներ։ Ընտրություններից քանի խոսեցինք, դիմացի ընտրություններ են եւ արդեն ընտրական process-ները սկսվել են, չնայած դեռ բուն քարոզարշավը, այսպես ասած, չի սկսվել, բայց մեր ձևովը հենց իշխանության թիրախում է հայտնվել, անընդհատ տարբեր կողմերից, տարբեր թեմաներով թիրախավորում է լինում, հարցակումներ են լինում, ինչու՞ չէ, եւ Նարեկ Կարապետյանն էլ ասել էր, որ քանի մոտենանք ընտրություններին, այդ հարցակումները ավելի շատ են լինելու։ Ինչպես է պատկերացնում այդ հակադարձումը, որովհետև իշխանությանը բոլորս էլ գիտենք, նաև գիտենք իրենց ցինիզմի մասին, իրենք ինչպես են փորձում թիրախավորել եւ հետո պատասխաններ գտնել։ Ձեր պատասխանը ինչպիսին պետք է լինի այդ տեսանկյունից։ Նայեք, հենց մեր տնտեսական քայլերից, քանի որ սկսեցինք խոսել, մեր տնտեսական քայլերին էլ, երբ որ խոճապի մեջ հայտնվեցին, երբ որ մենք ներկայացրեցինք մեր 5 տնտեսական քայլերը, ասելով, որ դա իրատեսական չէ, փորձեցին մարդկանց համոզել, որ սա հերթական խաբկանքն է, բայց ելի եմ կրկնում, որ մարդուն պետք է նայել իր անցած ճանապարհով։ Իշխանությունները բազմիցս արդեն 8 տարի է փորձում են մարդկանց մանիպուլացնել, փորձում են գցել իրենց այդ թակարդը եւ որպեսզի մարդկանց վրա մեծ ներազդեցություն ունենան, բայց մեր քաղաքացիները հստակ վերլուծում են, հասկանում են մարդիկ, որ դրանք մանիպուլյացիաներ են, որոնց որ ճիշտ է ունեն քաղաքացիներ, ովքեր ենթարկվում են դրանց։ Նայեք, այդ մանիպուլյացիաներից բացի իրենք նաև ռեսուրսներ ունեն տարբեր, որոնք այսօր կիրառում են։ Այդ թվում նաև մարդկանց են կալանավորում, ինչպես գիտենք եւ ինչպես տարբեր մարդիկ իրենց մաշկի վրա զգում են, այո, նաև այդ թվում բարերար Սամվել Կարապետյանին, սրբազաններին, այս մթնոլորտում այդ պայքարը դուք ինչպես եք պատկերացնում, որովհետև նաև շատ է խոսվում այն մասին, որ երիտասարդներն էլ շատերը կան, ովքեր ուզում են դուրս գալ պայքարի, ովքեր ուզում են իրենց խոսքը ասել, բայց վախենում են, որովհետև այդ վախի մթնոլորտը արդեն իշխանությունների կողմից ստեղծված է։ Ամենամեծ բանը, որ ստեղծել են ներկայիս իշխանությունները, դա ճիշտ նշեցիք, վախի մթնոլորտ ստեղծելն է բոլորի մոտ, թեկուզ երիտասարդներ կան, ովքեր որ չեն գալիս մեզ մոտ, հիմնականը վախն է, այսինքն թեկուզ բուհերի երիտասարդները դա վախն է, ոչ թե երիտասարդը անտարբեր է, ոչ թե չի սիրում իր հայրենիքը, այլ վախենում է։ Իսկ ներողություն եմ խնդրում, դուք այդպիսի դեպքեր գիտեք, որ բուհերուն վախեցրել են։ Այք դեպքեր կոնկրետ չեմ կարող ասել, նախորդ պայքարների ժամանակ օրինակներ կան, երբ որ բուհերից ուսանողների են հեռացրել, ինչու՞ չէ նաև մեր ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներն են լավագույն դասախոսներին բուհերից հեռացրել են, քանի որ չեն կիսում տվյալ իշխանությունների քաղաքական հայացքները։ Ունենք նաև նման օրինակներ Երևանի պետական համալսարանում, Բրյուսովի անվան համալսարանում, նման դեպքեր ունենք։ Քանի որ մտածում են բոլորը, եթե այս ամեն ինչը ծավալում է Սամվել Կարապետյանի սրբազանների շուրջ, կծավալվի նաև իրեն շուրջ։ Այդ վախի մթնոլորտը ստեղծել են, բայց այդ ամենը ժամանակավոր է, իշխանությունները ժամանակավոր են եւ շատ քիչ է մնացել ներկայիս իշխանությունների եւ այդ ամեն ինչը վերացվելու է եւ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ առաջնորդ, որի հետ կրկին վերադառնալու ենք մեր բարի, հանգիստ կյանքին։
Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը կխնդրեմ, որ ձեր կոչը հղեք բոլոր այն երիտասարդներին, ովքեր ուզում են անել այդ առաջին քայլը, որ երկիրը այս իրավիճակից կարողանանք դուրս հանել, բայց դեռ երկմտում են, ինչու՞ չէ նաև վախից խոսեցինք, վախենում են։ Օրինակը, երբ որ ես եւս բուհում եմ սովորում, եւս աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց ամեն ինչը վտանգի տակ դնել պետք է հանուն հայրենիքի։ Եթե չունենանք հայրենիք, մեր ստացած կրթությունը, մեր աշխատանքը ոչ ոքի պետք չէ։ Եթե չունեցանք հայրենիք, չունեցանք պետություն, չունեցանք հող, որի վրա մենք մեզ կկանգնենք եւ ամուր կզգանք, այդ ամեն ինչը մեզ անհրաժեշտ չէ։ Եվ երիտասարդներին, այն երիտասարդներին, ովքեր դեռևս երկմտում են, արժե ներգրավել, միանշանակ արժե ներգրավել, քանի որ մեր ձևով շարժումը Սամվել Կարապետյանը կանգնեց իր հայրենիքի կողքին եւ իրականացնում է ազգայնանվեր գործ։ Իսկ ազգայնանվեր գործի կողքին կանգնել միշտ պետք է, քանի որ մեր հասարակության շարժիչ ուժը հենց երիտասարդներն են։ Եվ ես շատ եմ ասում, ապագան, ոչ ներկայիս իշխանությունների ասած ապագան կամ խոստացած ապագան, մեր իրական ապագան երիտասարդներին է, եւ երիտասարդները պետք է այդ ապագան կառուցեն ճիշտ եւ ամուր հիմքերի վրա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ես զրուցում էի մեր ձևով ժողովրդական շարժման երիտասարդական կառույցի ղեկավար Նարեկ Սուքիասյանի հետ։ Ցտեսություն։